Բարև ձեզ, այսօր պատմելու եմ մեծանուն հայերից մեկի մասին, Արամ Խաչատրյան, վստահ եմ, որ բազմիցս լսել եք նրա անունը, հաստատ տեսել եք նրա արձանը օպերայի շենքի մոտ, երևի որևէ համերգի կամ ներկայացման ներկա եղած կլինեք, Արամ Խաչատրյանի համերգասրահում, լսած կլինեք նրա ստեղծագործություններից, իսկ ինչ գիտեք նրա մասին։ Արամ Խաչատրյանը աշխարհին հայտնի ամենանշանավոր հայն է, նա ճանաչված կոմպոզիտոր է, դիրիժոր, դաշնակահար, թավջութակահար, երաժշտագետ է։ Ծնվել է Նախիջևանի Կողթան գավառում, որտեղ ծնվել էր նաև Կոմիտասը։ 4 տարեկանում ընտանիքով տեղափոխվում են Թիֆլիս, 10 տարեկանում սկսում է փողային նվագախմբում շեփոր նվագել, չնայած նրան, որ ընտանիքը որոշել էր, որ նա պետք է բժիշկ դառնա, Արամ Խաչատրյանը ընդունվում է Մոսկվա երաժշտական ուսումնարան, նա գրել էր շատ ֆիլմերի համար երաժշտություններ։ Գրել է համաշխարհային բալետներ, ինչպիսիք են Գայանեն, Սպարտակը, նրա գրած վայելսը դառնում է վալսային համաշխարհային երաժշտության գագաթներից մեկը։ Արամ Խաչատրյանը ասել է. «Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջև, ես մնում եմ հայ։ Ուրիշ հայ կոմպոզիտորների հետ մենք կստիպենք աշխարհին լսելու մեր երաժշտությունը, և երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, ասում են. պատմեք մեզ այդ ժողովրդի մասին, ցույց տվեք այդ երկիրը, որն այդպիսի արվեստ է ստեղծում»։ Խաչատրյանը կարողացավ ստիպել աշխարհին, որ լսեն Հայաստանին։ Նա միշտ ասել է. «Ես հայ եմ, եղել եմ կամ ու կլինեմ հայ, և իմ ստեղծագործությունները ամենից առաջ պատկանում են իմ հարազատ ժողովրդին և իմ հայրենիքին՝ Հայաստանին»։ Նա մահացել է Մոսկվայում 1978 թվականի մայիսի 1-ին, 75 տարեկանում, բայց իր կտակի համաձայն թաղվել է Երևանում, Կոմիտասի անվան Պանթեոնում։ 2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ կազմակերպությունը Խաչատրյանի երաժշտությունը գրանցել է աշխարհի հիշողության գրանցամատյանում։ Յուրաքանչյուրս պետք է ճանաչի ու իմանա մեր մեծանուն հայերին, ովքեր արժեքներ են ստեղծել մեր ազգի համար և ճանաչելի են դարձրել հային ու Հայաստանին աշխարհով մեկ։ Մյուս տեսանյութս նույնպես կլինի հայ ազգի պարծանքներից մեկի մասին, իսկ դուք եթե դեռ չեք բաժանորդագրվել, ապա միացեք իմ էջին, որ բաց չթողնեք նոր վիդեոները։